Պատվժան դատարան Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի իմ երկիրն է եւ ես դժվար եմ պատկերացնում, որ ես իմ երկրից կարող եմ փախնել։ Իսկ բացակայելու արդյունք խափանման միջոցը կոչված է ապահովելու բացառապես մեկ ռիսկ, դա փախուստի դիմելն է։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պարագայում այս հարցի համատեքստում դատողություն անելու տեսանկյունից ոչ միայն մի թիվս այլնի պետք է հաշվի առնվի, այլ ներսագրվող արարքի ծանրության աստիճանը եւ այլ ներսագրվող արարքի պայմաններով նաեւ մեղադրական վերջիտ կայացնելու հանգամանքը եւ դրանով պայմանավորված նաեւ մտավախությունը հետագայում պատժից խուսափելու համար, բայց ես եւս մեկ անգամ կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը իմ երկիրն է, ես այլ որևէ երկիր չեմ պատկերացնում, որտեղ ես կարող եմ բնակություն ունենալ, ապրել իմ ընտանիքի հետ միասին եւ ինձ բարի իրական իմաստով լավ զգալ։ Այս ամբողջ ժամանակահատվածում եւ իմ նկատմամբ կիրառված է եղել գրավ խափանման միջոցը, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, ես մոտավորապես 4 անգամ Հայաստանի Հանրապետության սահմանը լքել եմ, դրա մասին տեղեր պահելով դատարանին, այն պարագայում, երբ որևէ սեքտ համակարգում ակա սահմանադրական որպես այդպիսի չեն ունեցել, դատարանը վստահություն ներշնչել է իմ անձի նկատմամբ եւ օբյեկտիվ իրականությունը ցույց է տվել, որ ես եղել եմ ճիշտ եւ դատարանը եւս եղել է այդ հարցի համատեքստում ճիշտ։ Այնքանով որքանով ես ճիշտ ժամանակին վերադարձել եմ եւ հավուր պատժիչի իրականացրել եմ իմ դատավորական պարտականությունները։ Ես կարծում եմ սա որպես հակակշռող գործոն պետք է դատարանի կողմից շարունակական իմաստով գնահատվի եւ իմ վարկագծի վերաբերյալ այն դատողություններին պատկերացումները, որը որ ունեցել է մոտավորապես 1 տարի առաջ շարունակական իմաստով եւս ունենա։ Պատվժան դատարան կյանքը գտնվում է ստեղ, բայց ինձ դուր է գալիս ստեղներ։ Եվ ես դժվար եմ պատկերացնում իմ սկզբունքների եւ համոզմունքների համատեքստում, որպեսզի ես ստեղից իջնեմ ստեղ։ Իսկ փախուստի դիմելը իմ համար նշանակում է ստեղից իջնել ստեղ։ Անկախ նրանից, թե դուք ինչ վերջիկ կայացրեցիք եւ կյանքի իմաստով դա իմ համար ինչպիսի հետ կարող է թողնել եւ հետագայում նաեւ ինչպիսի հետևանքներ կարող է ծնել, ես շատ բարձր գլխով եմ ընդունում այս վերջիկը, նայելով ուղիղ ձեր աչքերի մեջ, հաշվի եմ նստում ձեր դատական ակտի հետ, կրկնելով, որ դա անկախ նրանից, թե ինչպիսի հետ կարող է թողնել ոչ միայն իմ կյանքի, այլ նաեւ առհասարակ հետագա իմ գործունեության հետ կապված։ Ես Հայաստանի Հանրապետությունում ձեռագիր ունեցող փաստաբանն եմ, ես Էրիկ Ալեքսանյանն եմ ու անկախ այս վերջիկից, անկախ նրանից թե այս վերջիկը ինչ հետևանքներ կարող է ծնել, ես մնում եմ Էրիկ Ալեքսանյանը, ես մնում եմ այն Էրիկ Ալեքսանյանը, որը որ ունի այն սկզբունքները, որը ունեցել է ի սկզբանե մտնելով այս կյանք որպես գիտակից մարդ։ Հետո ես դժվար եմ պատկերացնում, որ որևէ տեսակի խափանման միջոց կարող է ծառայել մի այնպիսի նպատակի, որը որ իրականում իմ անձի հետ կապված, օբյեկտիվ իրականությունում մտավախության տեսանկյունից չի կարող լինել։ Ավելին ասեմ, ես վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունից բացակայել եմ կրկին ձեր տեղեկատվությամբ փետրվարի 27-ին եւ որոշակի ֆորսմաժորային պայմաններում գտնվելով միայն երկրում, որտեղ որ Հայաստան վերադառնալու հավանականությունը շատ քիչ է եղել օդը փակված լինելու պայմաններով, արել եմ ամեն ինչ, բոլոր ջանքերը գործադրել եմ, որպեսզի ժամանակին վերադառնամ Հայաստանի Հանրապետություն, որպեսզի որևէ մեկի մոտ նույնիսկ ծայրի մտքով չանցնի, որ Էրիկ Ալեքսանյանը կարող է չներկայանալ եւ իր պարտականությունները եւ այն համոզմունքները եւ այն վստահությունը, որ դատարանը ներշնչած է եղել իմ անձի նկատմամբ, կասկածի տակ դրվի։ Վերջիկը իմ կյանքում որևէ բան չի փոխել։ Ու ես դες եմ ասում, այս դատական նիստերի դահլիճում մոտավորապես 7 րոպե առաջ այն ինչ ես լսեցի, կրկնում եմ, իմ կյանքում էլի ոչինչ չփոխվեց։ Ես ունեմ շատ պինդ համոզմունքներ, շատ պինդ սկզբունքներ ու հավատարիմ եմ մնում իմ սկզբունքներին։ Չնայած էլի եմ ասում այն հանգամանքին, թե այս վերջիկը իմ կյանքում ինչպիսի հետ կարող է թողնել։ Դուք շատ լավ գիտեք, լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, թե մեր համար իրավաբանների համար այս մասնագիտությունը ինչ մասնագիտություն է։ Սա մեր համար ուղղակի մասնագիտություն չի, սա մեր համար ուղղակի աշխատանք չի, սա մեր համար ապրելակերպ է։ Եվ ես այն փաստաբանն եմ, որ իմ համար փաստաբանությունը դա ապրելակերպ է։
Հետևաբար կարևորելով իմ անձը, կարևորելով իմ սկզբունքները, ես կրկնում եմ, չի կարող որևէ մեկը նույնիսկ չնչի, նշում, կասկած ունենա, որ ես կարող եմ քննությունից խուսափել։ Թիկունքս երբեք ոչ մի չի տենա պարտավոր ժանդատորեն։ Աչքերս ուղիղ կտենա, բայց թիկունքս երբեք ոչ մի չի տեսնի։ Ուստի խնդրում եմ ձեզ, իմ նկատմամբ ընտրված խափանամիջոցը, այն է, որ կիրառված է եղել, թողնել անփոփոխ։ Բայց եթե դատարանը գտնի, որ այնուամենայնիվ այս մյուս հանվել խափանամիջոցի տեսակը պետք է կիրառվի, որպեսզի իմ վարպետիցը ապահովի շարունակաբար, կամ հնարավոր ոչ պատշաճ վարպետիցը կանխի, կայացրեք այն որոշումը, որը ձեր խիչն է ձեզ թելադրում, ինչպես կայացրեցիք դուք նախորդ որոշումը։ Այսքան խոսում շարունակենք։